Սիրելիներս, ինչպես հասկացաք, պատրաստելու եմ ձկան պահածո։ Մեզ անհրաժեշտ բաղադրիչները արդեն տեսնում եք։ Մեզ հարկավոր է տոմատի մածուկ, բուսայուղ, քացախ, աղ, շաքարավազ, գազարը, դափնու տերև, սև հատիկավոր պղպեղ և սոխը և վերջում ջուրը։ Այստեղ տարաները լավ լվացրել եմ, այստեղ արդեն կտրատում եմ ձուկը, գլուխները առանձնացնում ենք, տարաները լցրել եմ, հիմա արդեն ցույց կտամ, թե ինչպես եմ շարում տարաների մեջ, այս ամենից քիչ, հիմա ես չափսերը մանրամասը կգրեմ, որպեսզի դուք էլ կարողանաք շատ հեշտ պատրաստման ձևը իմանաք։ Գլուխները առանձնացրել եմ, եթե ուզում եք գլուխներն է առանձին տարայի մեջ նորից պատրաստեք։ Տրատել եմ ամբողջը, հիմա ցույց կտամ հերթականությամբ և ասեմ սրանցից որից քանի գդալ եմ ավելացնում։ Քևի հատվածում ավելացնում եմ սև հատիկավոր պղպեղ, 2 հատ դափնու տերև, 2-ից 3 հատ ձեր ցանկությամբ, սոխը, գազարը, ձուկն ենք լցնում, մի շերտ, հետո տոմատի մածուկը, 1 կիլոգրամանոց այս տարայի մեջ ավելացնում ենք 2-ից 3 գդալ տոմատի մածուկ, 2 հատը ավելացնեմ, մի հատը արդեն վերջում, քացախը, 2 գդալ քացախ, 2 ճաշի գդալ, 1, 2, 3 ճաշի գդալ բուսայուղ, ձեթ, 3 ճաշի գդալ, 1, 2, 3, հիմա աղը, ոչ շատ լիքը գդալ, դեսերտի գդալ, 1 գդալ աղ, էլի 1 թեթև գդալ շաքարավազ, հիմա արդեն հաջորդ շերտը, էլի մի փոքր սոխ, գազար, 1 գդալ տոմատը, ձուկը և ջուրը, մի փոքր տեղ ենք թողում, որպեսզի ջուրը ավելացնում ենք այս ձև, որպեսզի մինչև տարայի ներքևի հատվածը ջուրը լցվի, դանակի օգնությամբ բացում ենք, որպեսզի ամբողջ տեսնում եք բոլոր կողմերից է լիքն է, եռացնելու ենք 6-ից 7 ժամ տևողությամբ,
Եվ ընթացքում նայում ենք, որպեսզի երման ջուրը կքչանա, երման ջուր ենք ավելացնում, էլի ընթացքում։ Ու նույնը էլի ավելացնում ենք, հապն ու տերև, գազար, հատիկ պղպեղ, տոմատի մածուկը ձեր ցանկությամբ 2-ից 3 ճաշի կտալ, 2 հատը լցնենք, մի հատը վերջում, զեյթը 3 ճաշի կտալ, և վերջում տարաների վրա ամուր քար ենք դնելու, որպեսզի եռալու ընթացքում չբացվի, 1, 2, շաքարավազը, աղը, և էլի ձուկ։ Շարեցի, վերջացրեցի, 1 արկղ ձուկը ստացվեց 11 տարա, 1 լիտրանոց, իսկ այս մեկը գլուխն է, առանձին գլուխը ավելացրել եմ այս տարայի մեջ։ Դե ինչ, սիրելիներս, հիմա արդեն շարեմ կաթսայի մեջ և դնեմ եռացնելու։ Ահա, ջուրը ավելացրեցի, եռալու է, հենց եռը ելավ, ժամ ենք արդեն պահում, 6-ից 7 ժամ եռալու է, և ընթացքում նայում ենք, որպեսզի եռացրած ջուր ավելացնենք, որպեսզի ջուրը չպակասի։ Դե ինչ։ Տեսեք, այստեղ ջուրը առանձին եռացնում եմ և ավելացնում ենք տարաների վրա, որովհետև շատ է ջուրը եռացել և քչացել է ջուրը։ Ահա, արդեն պատրաստ է մեր ձկան պահածոն, կիլկան, ձկան կիլկան, այդպես ենք մենք անվանում, 6 ժամ ու կես եռացրել եմ, սիրելիներս, ընթացքում 2,5-3 լիտր ջուր եմ եռացրել, նորից ավելացրել եմ իր վրա, որովհետև ջուրը ահագին պակասել էր եռալու ընթացքում։ Տեսնում եք, ես տարաների վրայից նորից հանել եմ, մի փոքր հանել եմ, որպեսզի շատ լիքը չլինի և եռալու ընթացքում չթափվի։ Սարքեցի 12 տարա, 12 հատը ձուկն են, իսկ այս մի հատը գլուխներն եմ առանձին արել, տեսնում եք, գլուխները առանձին եմ արել, իսկ 12 տարան արդեն ձուկն է, պոչերն է հեռացնում ենք, տեսակ ընթացքը։ Դե ինչ, մի փոքր ավելի երկար աշխատանք էր կատարեցի, բայց արդյունքը տեսնում եք, ինքը շատ համեղ է ստացվում, տարբեր ճաշատեսակների հետ, փլավների, տապակած կարտոֆիլի հետ շատ համեղ ստացվում է, սիրելիներս։ Ընթացքում է, որ բացեցի, ցույց կտամ, տեսնում եք։ Դե ինչ, բոլորիդ ցանկանում եմ ուրախ ձմեռ և խաղաղ երկինք։ Ցտեսություն, կհանդիպեմ էլի շատ համեղ բաղադրատոմսերով, սիրելիներս, այսօր այսքանը։